Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանոմյանը։ Պարոն Խանոմյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Համեցի։ Պարոն Խանոմյան, երկու օր է Նիկոլ Փաշինյանը քննարկում է հասարակությանն է ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը։ Այն թեզերը, որ նա առաջ է քաշում, նորություն չեն։ Եվ հիմա պարզ հստակ իշխանությունը Փաշինյանն ասում է. եթե գնում եք քաղաքացիական պայմանագրին ընտրում եք, ուրեմն իմացեք, փակվում է Արցախյան էջը, փակվում է արցախցիների վերադարձի իրավունքը, որովհետև եթե այդ ամենը պահպանվի, նշանակում է մենք հերթական պատերազմի մեջ ենք մտնելու, շարունակվելու է պատերազմը Ադրբեջանի հետ։ Սա նշանակում է Արցախի թեման, Արցախի էջը մեկընդմիշտ փակել, եթե քաղաքացիական պայմանագիրը ընտրվում է։ Ինչ է ստացվում, հասարակությունը այս մեսիջը ընկալելու է ճիշտ, թե ոչ մեկ չի նայելու այդ նախընտրական ծրագիրը, կգնա կընտրի ենթադրենք քաղաքացիական պայմանագրին եւ հանկարծ մենք կհայտնենք մի փաստի առաջ, որ Արցախի մասին ընդհանրապես պետք չէ խոսել։ Ինչպես նշեցիք, առաջին անգամ չի, որ այս մասին խոսում է Արցախի էջը փակելու կամ Ղարաբաղյան շարժման էջը փակելու մասին, բայց դա իր կուսակցության կարծիքն է, իր կուսակցության քաղաքականությունն է։ Այդ առումով անընդունելի են Փաշինյանի կամ իր կուսակիցների մյուս ընդհանրապես Արցախյան շարժումից խոսելուց հրաժարվելու կոչերը կամ չգիտեմ ինչ, իրենց ուժը չի խոսում, մեկ այլ ուժ կարող է խոսել, բնակության այլ խմբեր կարող են խոսել, արցախցիների տարբեր խմբեր կարող են ինչ-որ բաներ նախաձեռնել, դա ցանկացածի իրավունքն է։ Հիմա պատերազմի սպառնալիքով վախեցնել բնակչությանը, ասել, որ այսօր հրաժարվում ենք այսինչից, որովհետև դա կարող է պատերազմ բերնել, վաղը նրանից ենք հրաժարվում եւ այսպես, դա լավ մարտավարություն չէ։ Սովորաբար պատերազմով սպառնացող քաղաքական գործիչները ունենում են հաջողություններ, ցավոք սրտի, բայց բավականին շատ են օրինակներ եւ վերջին տասնամյակներում այդպիսի օրինակներ կան, երբ շանտաժով, հանրային միտքը շանտաժի ենթարկելով շատ ուժեր գալիս են իշխանության կամ մնում են իշխանության։ Օրբանը Հունգարիայում, Նեթանյահուն Իսրայելում, այդպիսի օրինակներ բազմաթիվ են։ Եվ հնարավոր է, որ որոշակի ժամանակ կարողանան նաև այդ թվում ներազգային ատելություն սերմանելով, որոշակի խմբի դեմ ատելություն սերմանելով, մանիպուլյացիաներով եւ այլն մնան իշխանության, բայց մի օր այդ իշխանությունը ավարտվում է եւ սկսում է հասարակության առողջացման գործընթաց, սկսում է վերանայման գործընթաց տարբեր արժեքների եւ այլն։ Այնպես որ ես այս ամեն ինչը դիտում եմ ժամանակավոր տիրույթում, դիտում եմ որպես մեկ կուսակցության քաղաքականություն եւ չեմ կարծում, որ բնակչությունը ԿՊ-ին ձայն տվողները գնալու են ձայն տան զուտ նրա համար, որ Արցախի էջը փակեն։ Չեմ կարծում։ Կարող է դրա հետևանքը զուտ ԿՊ-ի համար դա լինի, ԿՊ-ի տեսանկյունից, բայց ինձ հաշվով մարդիկ տարբեր մոտիվացիայով են գնում իշխանական կուսակցությանը ձայն տալու։ Եվ վերջին տարիների մենք տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագրին եւս վարակում է իշխանական կուսակցություններին յուրահատուկ հիվանդությունը, երբ հիմնական հենարանը մնում է վարչական ռեսուրսը, այսպես ասած բյուրոկրատական լեգիտիմությունը։ Հանրային լայն աջակցությունից կարծես թե զրկվել են, համենայն դեպս լայն արշավները, որ այսօր իրականացնում են, հատկապես մայրաքաղաքում, մենք տեսնում ենք, որ այլևս այն հանրային աջակցությունը չկա, ինչ կար տարիներ առաջ։ Այսինքն այդ վարչական ռեսուրսը այնքան մեծ կլինի, որ նաև ընտրությունների ելք կորոշի։ Հնարավոր է, մենք տեսել ենք նաև, որ նախորդ 5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիրն ու Նիկոլ Փաշինյանը ատամներով պաշտպանել են վարչական ռեսուրսը ու պայքարել են դրա համար, հատկապես խոշորացված համայնքի ընտրություններին։ Մենք տեսել ենք, որ բազմաթիվ վայրերում, որտեղ ԿՊ-ն չհաղթեց, տարբեր ընտրված համայնքապետ կամ թույլ չտվեցին մեծամասնության թեկնածուն ընտրվի համայնքապետ, կամ ընտրված համայնքապետերը հայտնվեցին ճաղերից այն կողմ, կամ ավականու գողությամբ ընդդիմադիր ֆրակցիաներից գողությամբ իշխանափոխություն իրականացին, կամ կրկնակի քվեարկության գնացին, չեղարկեցին ընտրությունները մինչև իրենց ուզած անձը կամ ուժը
հաղթի եւ բնականաբար խոշորացված համայնքներում, հատկապես աղքատ մարզերում դա լուրջ ռեսուրս է։ Մենք ունենք մարզեր, որտեղ բնակչության կներեք աշխատողների 50%-ից եւ ավելին կամ մինչեւ 50%, 50%-ի շուրջ 50%-ը բյուջետային աշխատողներ են, կամ պետական ծառայողներ են, կամ համայնքային ծառայողներ են, կամ ուղղակի տարբեր բյուջետային հիմնարկների Եվ վարչական լծակները հնարավոր է նրանց եւ այո, մենք վերել տեսնում ենք ընտրության հոգուտ իշխանության տարբեր առիթներով տեսանք, որ վարչական լծակ օգտագործվում է, թեկուզ տարբեր հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, իրականացնելու եւ վստահաբար դա օգտագործվելու է նաեւ ընտրությունների ժամանակ։ Դե վերջին ավտոերթի ժամանակ արդեն կա դիտորդական խմբերի կողմից ահազանգ, որ իսկապես ուղղորդված են եղել։ Ես դա չեմ հետևել, բայց ամենայն դեպս տարբեր միջազգային պրակտիկային եւ ընտրությունների զբաղվող տարբեր միջազգային կազմակերպությունների ուղեցույցները երբ կարդում ենք, օրինակ վարչական ռեսուրսի չարաշահում է դիտարկվում նաև ընտրություններից 1 տարի առաջ որոշակի սոցիալական ծրագրերի իրականացումը։ Օրինակ այդ կոնտեքստում կարող ենք դիտել թոշակների բարձրացումը, երբ 26 թվականի բյուջեով դա նախատեսված չէր, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ դա տեղի ունեցավ։ Շատերը դա ասում են ընտրակաշառք, բայց դա ընտրակաշառք չի, դա կոնկրետ վարչական ռեսուրսի չարաշահում է։ Ընտրակաշառքը մի քիչ ուրիշ կոնտեքստ ունի։ Հետևաբար սա սովորական իշխանական ուժի հիվանդություն է, այդ հիվանդությունով տարբեր երկրներում տարբեր ուժեր հիվանդանում են։ Հայաստանում էլ նորություն չի, ուղղակի ի տարբերություն նախորդ իշխանական ուժերից քաղաքացիական պայմանագիրը լեգիտիմություն ունի, չբողոքարկված, բոլորի կողմից ընդունված ընտրություններում է հաղթանակ տարել, հնարավոր է լեգիտիմությունը պահպանի, հնարավոր է չպահպանի, չգիտեմ ինչպես կզարգանան իրողությունները, համենայն դեպս արդեն այդ հիվանդությամբ հիվանդացել է, դա նշանակում է, որ լուրջ խնդիրներ կան մեր հանրային քաղաքական դաշտում։ Վերադառնալով պատերազմի թեմային, պարոն Խանոմյան, տեսեք Նիկոլ Փաշինյանն ասում է ես չլինեմ, մյուս ուժերը գան, պատերազմ կլինի։ Սա նախընտրական, ինչպես ասեցի, քննարկ է, թե հնարավոր է նաև ինչ-որ պայմանավորվածություն կա Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև պատերազմը ինչու պետք է լինի, ինչ-որ մի բան պայմանավորվում են տալիս են կամ չեն տալիս, պատերազմ է լինում։ Այսինքն այստեղ կա այդ բաղադրիչը, թե Նիկոլ Փաշինյանը զուտ հնարք է անում նախընտրական։ Պատերազմ լինելու է, երբ որ Ադրբեջանը դա ուզենա եւ պատրաստ լինի տարբեր առումներով, ոչ միայն սպառազինության բանակով, այլ նաեւ այդ պատերազմի տակ արգումենտացիա դնելու տեսանկյունից միջազգային կամ պատրաստ լինի այդքան ռեսուրսներ ծախսել եւ այլն։ Դա Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված եւ առավել իր անձով է, հիմա ինքը իր անձով ասում է դա նշանակում է երկիր չունենք։ Դա նշանակում է երկիր չունենք։ Բա այդքան բան են անում, գովում են կամ ելույթ են ունենում, որ բանակ են կառուցում, սպառազինություն են գնում, ամրաշինական կառույցներ են կառուցում, այդ դեպքում եթե դու չլինես պատերազմը լինելու, ինչի ենք այդքան ծախսանում պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, եթե քեզնով է պայմանավորված պատերազմի լինել կամ չլինելը։ Հետևաբար բոլոր առումով տրամաբանորեն խոցելի խոսույթ է, ես ասում եմ դա բումերանգ է, որը կարող է ծանրորեն հարվածել բոլորին։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը չպետք է այդ աստիճան իջնել կամ այդ աստիճան թույլ տալ նման խոսույթ, որովհետև դա էականորեն վնասում է հասարակությանը եւ սխալ ազդակներ է ուղարկում թշնամուն։ Այս օրերին հետաքրքիր էր այս թեմայի հետ կապված, որ մենք մի կողմից տեսանք, որ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող չհրապարակեց զեկույցը, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ օրերս Սոնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատրաստ է գալ նորից ինչ-որ ստեր պայթեցնել խորհրդարանում, իր բառերով ասած։ Ինչու է հիմա որոշել Սոնիկ Գասպարյանը ինչ-որ ստերի մասին խոսել եւ արդյոք այնինչ ասել օրինակ քննիչ հանձնաժողովում դա ամբողջական ինֆորմացիա չէր։ Չգիտեմ, հարցիատերը հավանաբար ես չեմ, ես տեսա
Սոցիալական ցանցերում նաև որոշակի քաղաքական ուժերի կողմից թիրախավորում ունի Գասպարյանի, ես գտնում եմ, որ ճիշտ չէ։ Օնիկ Գասպարյանը զինվորական է եւ իրենից ակնկալել, որ ինքը քաղաքական գործիչների մակարդակի կամ Facebook-յան օգտատերերի հարիր հայտարարություններ անելու, գրառումներ անելու, այդ հրապարակային խոսելու տարբեր հարցեր ճիշտ չէ։ Բայց ամենայն դեպս փակ կամ ոչ փակ քննարկումները պետք են հատկապես գլխավոր շտաբի պետից ու այլ բարձրաստիճան զինվորականներից պատերազմի ժամանակ գործած, որպեսզի պարտության պատճառները վերլուծվեն, հասկանան բազմակողմանիորեն այդ ամեն ինչ պետք է քննարկվի, թե մասնագիտական տեսանկյունից զինվորական սկսած որ զորատեսակները լավ աշխատեցին, որոնք վատ աշխատեցին, թե կառավարման տեսանկյունից այդ հարցերը չպետք է հանձնաժողովը տար արդեն Ես կարծում եմ այդ հանձնաժողովը տարբեր հարցեր քննարկվել են եւ իզուր չէ որ այդ զեկույցը փակ է մնացել հասարակության համար։ Ես կարծում եմ որ եթե բացվեին, դրան պետք է ուղղակի հաջորդվեն բազմաթիվ քրեական գործեր, այդ թվում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող կամ զինվորական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ պատերազմի կառավարումը տապալելու տեսանկյունից։ Ուրեմն իշխանությունը կարծում եք դիտավորյալ չի գնում, որովհետև մտավախություն ունի ինչ-որ բաներ կբացահայտվեն։ Նաև դա կամ ուղղակի կամք չկա վերլուծելու պատերազմի պարտության պատճառները։ Տեսեք, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյանը խոսում է ստերի բացահայտումից, մյուս կողմից մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախից փախածների մասին, փախած գեներալների մասին, ավելի վաղ թիվ էին ներկայացնում, թե ինչքան մարդիկ են դասալքության մեջ մեղադրվում։ Այս ամեն ինչը այդպես մնաց օդում եւ որևէ ձևով հասարակությունը այդուհանդերձ չհասկացավ, թե ինչ նկատի ունեն իշխանության ներկայացուցիչները կամ իշխանամերձ շրջանակի ներկայացուցիչները նման հայտարարություններ անելով։ Հիմա ի վերջո հասարակությունը պետք է ստանա այս հարցերի պատասխանը, թե ոչ։ Կենտրոնը, որտեղ ես եմ աշխատում, ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, այժմ այս նախընտրական շրջանում վերլուծում է արցախցիների դեմ ատելության խոսքը եւ մարտ ամսվա Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները մետրոյում, թե դրանից հետո, թե տարբեր տեղեր, նույնպես տեղ են գտել այդ զեկույցում եւ այդ պատումը այո իշխանությունն է տարածում միտումնավոր եւ դա տիրաժավորում են իշխանամերձ լրատվականները դա ամենաբան մեկը այդ փախած արցախցիների դասալիկների պատումն է մյուսը աշնորհակալ ղարաբաղցիների պատումն է որը տարբեր ձևերով տարբեր պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտ ամսվա ընթացքում օրինակ տարածում են եւ դրանից առաջ նմանապես Ես չգիտեմ ինչի է ուզում հասնել դրանով, որովհետև փաստերը հակառակի մասին են խոսում։ Նախ բերեք հասկանանք կոնտեքստը։ Պատերազմի ժամանակ միշտ լինում են մարդիկ, որոնք խուսափում են զորակոչից։ Դա նորմալ է եւ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ էլ է եղել, նամանավանդ բարդ շրջան է եղել եւ Արցախի կեսից ավելին կորցված էր լղիմի ժամանակվա եւ բնականաբար տեղափոխող բնակության հետ տղամարդիկ են ցանկացել տեղափոխվել, բայց այն ժամանակվա Արցախի իշխանությունը, բանակի հրամանատարությունը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կազմակերպեց ոստիկանության հայաստանյան ստորաբաժանումների մասնակցությամբ կազմակերպեց այդ մարդկանց վերադարձ ծառայության, այսինքն այդ զորակոչ կազմակերպելը, այդ թվում դասալիկների դեմ պայքարը պետության տիրույթում, կառավարության տիրույթում է։ Դա համար ոչ մեկին չպետք է մեղադրես։ Եթե դասալիկների բարձր թիվ է եղել եւ դու եղել ես պատերազմի գլխավոր կառավարիչ, ուրեմն դու ես գլխավոր մեղավորը։ Եթե թույլ ես տվել այսքան դասալիկ։ Միջև այսօր Արցախի բնակչության կեսից ավելին տանել չի կարողանում առաջին պատերազմի հրամանատարներին, որովհետև իրենց ամուսիններին, իրենց որդիներին զորով քաշել են, բերել են պատերազմ, նրանց մի մասը զոհվել է, վիրավոր են դարձել, հաշմանդամ են դարձել եւ այլն։ Դա բավականին մեծ պատասխանատվություն եւ մեծ զոհողություն է
պահանջում, բայց դա չի կատարվել։ Ինչի՞ չի կատարվել։ Այսինքն այդ ով պետք է կազմակերպել այդ հարցերը, բնականաբար Հայաստանի կառավարությունը, Արցախի կառավարությունը։ Հետևաբար դաշտը այս գնդակ այս երկուսի դաշտում է։ Եթե կառավարության ղեկավարը դու ես եղել ու ասում ես, որ դասալիքներ են եղել, ով պիտի պատասխան տա դրա համար։ Ինքնախոստովանական ցուցմունք է, ինչ է չեմ հասկանում։ Պարոն Խանոմյան, վերջի օրերին պատերազմի հետ կապված հայտարարություններ էլի եղան։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե ինչպես են եկել, Շուշին վերցրել եւ դրա մեջ մեղադրեց նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ ասաց նրա ուղիղ պատասխանատվության տակ էր այդ շարժումը դեպի Շուշի կասեցնելը։ Այս առումով, այսինքն կան բազմաթիվ հարցեր պատերազմի հետ կապված, որոնք պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիաներ են, բայց ամեն դեպքում օդից են կախված այդ հարցերը։ Ինչ տարբերակ է ձեր կարծիքով պետք, որպեսզի հանրությանը ներկայացվի սա եւ թույլ չտան օրինակ իշխանական նման մանիպուլյացիաներ, երբ որ խոսում է մի բանից, բայց իրական պատասխանատուները իրենք են։ Դե ոչ միայն իշխանությունն է մանիպուլացնում այդ դեպքում, տարբեր ուժեր են մանիպուլացում։ Դրա համար այս նաև քաղաքական բևեռացումը, մեր քաղաքական կյանքի բևեռացումը թույլ չի տալիս նստել եւ զրուցել տարբեր հարցերի շուրջ, հասկանալ խնդիրները։ Թե այսինքն պետք է փոխվի նոր բացվեն ինչ-որ բաներ։ Այդ վիճակում կարող ենք հայտնվել եւս մի քանի անգամ անընդհատ պատերազմական իրավիճակում, տարբեր ֆորս մաժորային իրավիճակում։ Ի վերջո պետք է հասկանանք, չէ՞, որ բանը աշխատեց, որը չաշխատեց, որ կառույցը աշխատեց, որը չաշխատեց։ Որն է, ես տեսնում եմ, որ պետական համակարգը լուրջ խնդիր ունի արագ աշխատելու, ադապտացվելու, ֆորս մաժորային իրավիճակներում աշխատելու, թվում բանակ, որը շարժում է տարբեր դիրեկտիվներով։ Եվ մենք բազմաթիվ դժբախտություններ ունենք պատերազմի ժամանակ, այդ թվում արժեքավոր զինամթերքի կորուստ, տարբեր սպառազինությունների զինամթերքի կորուստ, որը արվել է ուղղակի զուտ նրա համար, այդ կորուստները եղել զուտ նրա համար, որ կուրորեն հետևել են ինչ-որ դիրեկտիվների։ Որտեղ պատերազմի ժամանակ կամ ես նայում եմ հիմա տարբեր սպաների դատավարություններ, սպաները այնպես են խոսում, կարծես իրանք չունեն տեղի պատասխանատուն, այսինքն եթե ընդհանրեն կանոնադրություն նկարագրված է, որ այսինչ պայմաններ է պետք է լինեն հարձակման համար կամ պաշտպանության համար, եթե այդ պայմաններից մեկը չկա, ուրեմն ինքը մեղավոր չի։ Չէ, այդպես չէ։ Այսինքն ամեն մարդ պետք է պատասխանատվություն վերցնի, որտեղ պատերազմի ժամանակ շատ պայմաններ, հնարավոր պայմանների մեծ մասը հնարավոր չի լինում ապահովել, բայց դու պարտավոր ես հաղթել, դու պարտավոր ես քո խնդիրը կատարել։ Եվ մենք ամբողջ պետական համակարգին, նաև մեր նորմատիվ ակտերով եւ այլն սովորեցրենք այսպես, որ շատ քիչ է պատասխանատվությունը, շատ քիչ է նախաձեռնողականությունը, ավելին դա պատժվում է։ Սա է ամբողջ խնդիրը եւ այս կիսա ավտորիտար կառավարման համակարգերը, երբ որ մի հոգի կարողանում է կանգնել ու ասել, որ ես եմ կառավարությունը, իմ ասածը պետք է լինի եւ այլն, չի թույլ տալիս, որ ներքևի օղակները ավելի արդյունավետ աշխատեն։ Դրան զուգահեռ ասում է Հայաստանը ամենաժողովրդավար պետություններից մեկն է։ Դե ասելով չի։ Նախ եւ առաջ ինստիտուտները պետք է աշխատեն, ընդհանրենք չկեղծված ընտրություններ են կարողանում կազմակերպել, բազմաթիվ երկրներ կան աշխարհում, որոնք կարողանում են չկեղծված ընտրություններ կազմակերպել եւ միևնույն ժամանակ ժողովրդավարության հետ խնդիրներ ունեն։ Ժողովրդավարությունը պետք է հասկանանք, որ դա ոչ թե խոսք է, ոչ թե ինչ որ ձև է, որ մոդա է, որին պետք է հետևել, դա պետք է լինի կառավարման արդյունավետ համակարգ։ Այսինքն դրանից մեր կառավարման համակարգը պետք է այդ համակարգում պետք է լինի ամենաարդյունավետը։ Թե չէ, երբ որ հիբրիդային ինչ որ խառը համակարգ է ստեղծում, ու ոչ մի բան չի սկսում աշխատել, տվյալ դեպքում արդեն ավտորիտար ռեժիմները, որոնք երկարաժամկետ նպատակներ են կարողանում դնել եւ դրա տակ կառուցել համակարգեր, ավելի արդյունավետ են գտնվում։ Նույն Ադրբեջանը, այսօր ինքը կարողանում է դնել երկարաժամկետ նպատակներ, դրա տակ կառուցել կադրային բազա, դրա տակ կառուցել ինստիտուտներ, ճիշտ է, ավտորիտար համակարգին հարիր, բայց դրանք ավելի մրցունակ են գտնվում, ավելի արդյունավետ են գտնվում, քան քո չկայացած ժողովրդավարական համակարգերը։
Հետևաբար ժողովրդավարության մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ սա զուտ բառեր չեն եւ ոչ է զուտ տարբեր սեմինարների շարք։ Սա պետք է աշխատող արդյունավետ համակարգ լինի, որպեսզի կարողանա հակազդել ավտորիտար տարբեր ռեժիմների։ Նամանավանդ, որ այսօր ժողովրդավարությունը աշխարհում լուրջ հարվածների տակ է տարբեր պոպուլիստական կառավարությունների պատճառով։ Կայացած համակարգի մասին է խոսքը, եթե այլ կերպ ձևակերպենք, համակարգեր, որոնք աշխատեն անկախ անձից։ Մարդկանց թվում է, թե այդ ժողովրդավարությունը ինչ որ բառերի շարք է կամ չգիտեմ ինչ է, որը ներմուծվել է, չէ, դա կառավարման այն համակարգն է, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն լուծել մեր խնդիրները։ Լինի պաշտպանության, քաղաքապաշտպանության, տնտեսության կառավարման, չգիտեմ, ամեն ինչի հետ կապված։ Երբ որ սա չի գործում, բայց դու իմիտացիա ես անում, որ դու ժողովրդավար ես, եւ մյուս կողմից էլ այն ավտորիտար համակարգը չի գործում, ոչ մի էլեմենտներ կան նրանից։ Այո, ամբողջը խառնվում է եւ ստանում ենք այն, ինչ որ ստանում ենք։ Քանի որ հիշեցրեցիք Ադրբեջան մասին, օրերս Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ խաղաղություն կա, իմիջիայլոց հռետորաբանությունը երբեմն հակասում է, երբ իրեն պետք է խաղաղություն է Հայաստանի հետ հաստատել, երբ պետք չի սպառնում է, ասում է արդեն օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է Հայաստանում, մենք տնտեսական կապերն ենք ամրացնում եւ ըստ էության Հայաստանի հետ Ադրբեջանը գնում է խաղաղության ճանապարհով։ Ինչքանով հավատանք այս խոսքերին կամ ինչու է երբեմն Ալիևը սպառնում Հայաստանին, երբեմն խոսում խաղաղության մասին։ Դե որովհետև դրա տակ նույնպես նպատակներ է դրել, գլխավոր նպատակներից մեկը տարբեր միջազգային հարթակներում եւ տարբեր երկրներում Ադրբեջանի դեմ Հայաստանի շրջափակման պատճառով ընդունված բանաձևերի չեղարկումը։ Այս բանին ակտիվորեն աշխատում են ամերիկյան 907-րդ բանաձևի չեղարկման ուղղությամբ, տարբեր նմանատիպ բանաձևերի չեղարկման ուղղությամբ եւ գլխավոր ուղերձը սա է, արդեն խաղաղություն է, տեսեք շրջափակում չկա, մենք նավթամթերք ենք ուղարկում Հայաստան, կարծես թե լավ էլ ընդունվում է բնակչության կողմից, հետեւաբար բերեք չեղարկեք այս բանաձևերը։ Իսկ մարդը ինքը հստակ նպատակ ունի։ Ամեն անգամ, երբ որ հայտարարում է ինչ որ բան խաղաղության վերաբերյալ կամ չգիտեմ ինչ, այդ նպատակ ունի։ Հակառակը բնականաբար նույնպես Գիտեք ինչու եմ հարցում սա, պարոն Խանոմյան, տեսեք, Հայաստանում ընդդիմադիր շրջանակներ կան, ասում են, որ սա հնարավոր է նաև նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին այսպես աջակցություն ցուցաբերելու համար է եւ որպեսզի նա ընտրվի, որովհետեւ ըստ նրանց Փաշինյանը լավագույն ձևով կսպասարկի Ադրբեջանի շահը եւ հետընտրական արդեն process-ում ոչ թե հետընտրական, այլ ընտրություններից հետո, երբ որ Փաշինյանը անցնի, արդեն Ալիևի հռետորաբանությունն էլ կփոխվի, եթե Փաշինյանը ինչ-ինչ պայմանավորվածություններ չկատարի, այ եթե կատարի, արդեն ամեն ինչ դա ընդդիմության կարծիքով, բայց ես ավելի ընդդիմությունը երևի թե գնահատում է Ալիևին, այդքան կարճաժամկետ չեն մտածում, աշխատում, ավելի երկարաժամկետ են եւ իրենց դիվանագիտական ջանքերը ԱՄՆ-ում, Եվրոպայում, երբ որ հետևում ես, ասենք, ում է ընդունում Ալիևը ամեն անգամ, սկսած ամերիկյան տարբեր կրոնական կազմակերպությունների ղեկավարների, ավետարան չականների ղեկավարներից, մորմոններից սկսած, մինչև, չգիտեմ, տարբեր լոբիստական խմբերի ղեկավարներ, հասկանում ես, որ մարդիկ հսկայածավալ աշխատանք են կատարում տարբեր ուղղություններում, օգտվելով նաև Տրամպի իշխանություն լինելուց եւ որոշակի իրենց օգտին միջազգային իրողություններից։ Հետևաբար լավ կլինի, որ այս բևեռացված ֆոնը ընդհանրապես իջնի Հայաստանում եւ տարբեր հարցերի շուրջ ընդդիմություն, իշխանություն կարողանան նստել մեկ սենյակում, թեկուզ ոչ հրապարակային, բայց միասին զրուցել, միասին բարձրաձայն մտածել, որոշակի բաներ քննարկել, հատկապես իշխանությունը, որը որոշակի ինֆորմացիա ունի եւ ընդդիմությունը, որը կարող է որոշակի դատողություններ անել, ավելի երկարաժամկետ ծրագրերի շուրջ կարողանալ ինչ որ հայտարարի գալ, որովհետեւ բարդ բան է պահանջում այս վերաբերյալում։
այսօր կա, վաղը չկա կամ 5 տարի հետո չկա, ուրիշ իշխանություն կլինի, բայց այն հնարավորությունները, այն երկարաժամկետ պլանները, որ այսօր պիտի գծվեն, ցավոք սրտի չեն արվում այդ խիստ բևեռացման հետևանքով։ Հայաստանի գլխավոր խնդիրը քաղաքական կյանքի բևեռացումն է։ Դա թույլ չի տալիս նորմալ հասարակական քաղաքական մտքի առաջացում, դա թույլ չի տալիս նորմալ քաղաքական ուժերի առաջացում, եւ ես տեսնում եմ, որ շատերը միտումնավոր սրում են, միտումնավոր բևեռացնում են քաղաքական համակարգը անընդհատ իշխանության մնալու համար։ Խոսքը թե ընդդիմությանն է վերաբերում, թե հատկապես իշխանությանն է վերաբերում։ Այսինքն կարծում եք այդ բևեռվածությունը կազդի նաև ընտրությունների այս ընթացքի վրա եւ հակադրություն ավելի կսրվի, որովհետեւ մենք խոսույթի մակարդակով տեսնում ենք, որ ինչպիսի սուր խոսույթ կա եւ ինչպիսի կոշտ հայտարարություններ կան մեկը մյուսի հանդեպ։ Եվ դա ինչ կտա այս ընտրությունների ժամանակ, այսինքն ինչպիսի արդյունք մենք կունենանք ի վերջո։ Ցավոք սրտի վախենում եմ, որ ունենանք ելի 21 թվականի արդյունքը, այսինքն բևեռացված քաղաքական դաշտ, որը փորձում է բևեռացնել նաև հասարակության տարբեր շերտերին եւ անարդյունք խորհրդարան, այն առումով անարդյունք, որ կլինի ենթադրենք միակուսակցական, այսինքն ընդդիմադիր ուժերի կամ այլ կարծիք արտահայտող ուժերի կարծիքները լսելի չեն լինի։ Այսինքն վստահ չեք, որ ընդդիմադիր թեկուզ ընդհանուր այսպես միավորումը կարող է բերել իշխանության հեռացմանը։ Սոցհարցումներն են ցույց տալիս, ես չգիտեմ մայիսի արդյունքները կհետևենք, տեսնենք ինչպես են մայիսին անցկացված սոցհարցումները, դրանով ավելի վերջնական եզրակացության կգանք, բայց փետրվարին թե հունվարին անցկացված սոցհարցումները վկայում են, որ մեծ հաշվով կարող է լինել 21 թվականի պատկերազգային ժողովում որոշ անունների փոփոխությամբ։ Պարոն Խանոմյան, ձեզ Սամվել Բաբայանին չենք տեսնում այս նախընտրական թոհուբոհի մեջ։ Ինչու որևէ կուսակցության չեք միավորվում կամ ինչ-որ ձևով չեք այս process-ների մասնակցում։ Ես դեկտեմբերից արդեն որոշում կայացրի, որ քաղաքական դաշտում չեմ լինի, եւ փետրվարից փորձագիտական վերլուծական դաշտում եմ։ Մեծ հաշվով Արցախի կորստից հետո 2 տարի փորձում էի որոշակի քաղաքական թիմի շուրջ զրույցներ վարել տարբեր հանրային դեմքերի հետ, ինչպես նաև ռեսուրսներ փնտրել, ձախողեցի։ Սամվել Բաբայանի պահով նմանապես կարծում եմ ռեսուրսների խնդիր կա, թեև ինքը մրցունակ գաղափարներ ունի պաշտպանության, անվտանգության կազմակերպման այլ ոլորտներում, բայց ամենայն դեպս ռեսուրսները կարևոր են ընտրությունների մասնակցելու համար, նամանավանդ Հայաստանում բավականին թանկացել է քաղաքական գործունեությունը, բնականաբար այդ ռեսուրսների բացակայությունը, ինչպես նաև տարբեր կադրերի զբաղվածությունը հնարավորություն չի տալիս քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Բայց փաստեցինք, որ լավատես չեք իշխանության հեռացման հետ կապված, որովհետև գործընթացները ձեր կարծիքով չեն բերի դրան։ Եթե այսպես ամփոփենք, ինչ պետք է անի ընդդիմությունը, որ դա տեղ ունենա, ինչ այն չի անում։ Լավատես կամ վատատես լինելու հարց չի, ես հիմնվում եմ սոցիոլոգիական հարցումների վրա։ Ես չեմ կարող էմոցիաներով գնահատական տալ։ Ամենալուրջ խնդիրը ընդդիմության նաև է դա, որ շատ էմոցիոնալ գնահատականներ են տալիս կամ դնում են այդ մաքսիմալիստական նպատակը, որ մենք գնում ենք իշխանափոխության եւ վերջ։ Եվ երբ որ այդ իշխանափոխությունը չի ստացվում, իրենք պատրաստ չեն հավանաբար որպես ընդդիմադիր խմբակցություն աշխատելու։ Անիշ դրա կարիքն էլ կա Հայաստանում լուրջ ընդդիմադիր խմբակցության, որը ակտիվորեն կաշխատի խորհրդանում, ոչ միայն հասարակության համար ցույց տալու, ինչ որ ռեզերվ սարքելու, որ տեսեք, ես ինչ համարցակ հարց տվեց, ինչ համարցակ հարց տվեց, որտեղ այդ ժամանակները անցել են, ցանկացած քաղաքացի այդ նույն հնարավորությունը ունի եւ այդ նույն բաները անում է։ Մի քիչ ավելի այլ որակի ընդդիմություն է պետք, որովհետեւ դրա կարիքը կա, եւ իհարկե կա լայն հանրային համերաշխության գնալու կարողություն ունեցող ուժերի կարիք։ Դա շատ կարևոր է, որտեղ էլ եմ գրկում բևեռացումը հատկապես այսօր աշխատում է
իշխող կուսակցության օգտին։ Ինչ չարեց ընդդիմությունը մեծ հաշվով տրվեց Փաշինյանի օրակարգին, գնաց բևեռացմանը եւ այդ բևեռացման շրջանակում այս պահին կամ այս փուլում կամ նախորդ 5 տարիների ընթացքում հաղթողը Փաշինյանն էր։ Ինչ պետք է աներ, պետք ընդդիմությունը ինչ պետք է աներ, որ կարողանար հաղթող դուրս գալ, պետք էր այդ բևեռացումից դուրս գար եւ փորձեր հանրությանը ուրիշ ազդակներ տալ։ Ստացվեց, կարծում եմ չստացվեց։ Նույն օրակարգ նստեն, հարցեր քննարկեն, բայց այս կողմից մյուս կողմից դուք չեք տեսնում, որ դա հանրային ճիշտ ընկալում չէր ստանա, որովհետեւ կասային, հիշում եք, ասում են ինչպես դավաճանների հետ գնալ նույն սեղանի շուրջ նստել։ Դե եթե դավաճան թալանչի բանի մեջ ենք, հայհոյանքի իրար վիրավորելու կամ այլն, ոչինչ չի ստացվել։ Պարտադիր տարբեր, եթե քաղաքական ուժ ես, քաղաքական դաշտում ես, նա քաղաքական դերակատար, ցանկացածի հետ ուրեմն պետք է պատրաստ լինես խոսելու։ Այսինքն դու պատրաստ ես գնալ թշնամու հետ բանակցության, բայց պատրաստ չես քո քաղաքացիների որոշակի տոկոս ստացած ուժերի հետ նստել խոսելու։ Դա դուրս գալ նշանակում է քո հանրությանը արհամարում ես։ Եթե հանրության որոշակի տոկոսի քվեն ստացել են տարբեր ուժեր, ուրեմն նրանք պարտավոր են իրար հետ խոսել։ Այսինքն հասարակությունը ազգային ժողով է գործողում տարբեր ուժեր։ Հետևաբար այդ ուժերը կապ չունի այդ ուժերին ոնց է նայում դավաճան, նայում թալանչ, նայում չգիտեմ։ Նոր նստեղ խոսեն։ Նոր լեքսիկոն է, այո, նոր պիտակ կա, Նիկոլ Փաշինյան լսել եք, ասում է, չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանում կգտնվեն այդքան շունչ անգյալ, որը կընտրեն այդ 3 ուժերի, ընդդիմադիր 3 ուժերի մասին է խոսքը։ Դե ինչ ասեմ, դա արդեն հասարակությունը պետք է գնահատական տա իր քվեարկությամբ, ընդհանրապես հասարակությունը պետք է ցավոք սրտի սովորաբար էլիտան է առաջնորդում հասարակությանը, բայց պետք է հասարակությունը իր միջից ուժ գտնի, իսկ քաղաքական ուժերին ավելի խելամիտ շրջանակի մեջ բերելու համար եւ հասարակության անդամներին, հասարակության որոշակի շրջանակներին պետք չէ հայհոյել կամ թիրախավորել։ Մենք դա զգում ենք, արցախցիները օրինակ դա զգում են իրենց վրա, քաղաքական մեկ ուժի հետևորդներ եւ այլն կարող են իրենց վրա զգալ, թե ԿՊ-ի հետևորդները, թե ընդդիմության հետևորդները։ Այդ ամեն ինչից պետք է հեռանանք։ Այդ ժամանակաշրջանը ավարտվեց։ Եթե ուզում ենք լուրջ հարցեր լուծել, պետություն ունենալ, պետություն կառուցել, ազգային խնդիրներ դնել ու հասնել դրանց լուծմանը, մենք պետք է մի մակարդակ բարձրանանք։ Այդ սոցիալական կայքերի պիկը կարծես թե անցել է եւ պետք է այդ մակարդակից, երբ որ գրառումներով իրար հայհոյում, վիրավորում են եւ ոչ մեկը պատասխան չի տալի, պետք է մի աստիճան բարձրանալ։ Ենթադրում եմ, որ մյուս հնգամյակը այդ առումով ավելի հասուն հասարակություն է լինելու եւ այս որակի քաղաքական ուժերի համար ավելի բարդ է լինելու։ Էլի վերադառնալով սոցիոլոգիական հարցումների, մենք տեսնում ենք, որ ապաթիայի ամենամեծ բաժինը երիտասարդության մոտ է, քաղաքական ապաթիայի։ Անտարբեր է։ Ոչ թե անտարբեր են, այլ այդ ատելություն, ամենաշատ ատելություն գեներացնող այդ սոցիալական ցանցերում իրենք չկան։ Հա մեզ մոտ դա ամենակահաղականացվածը Facebook-ում է, իրենք ավելի շատ երևի, չգիտեմ, Instagram-ներում են կամ չգիտեմ որտեղ հավանաբար, չգիտեմ, խորքային ուսումնասիրության երևի կարիք կա, բայց ամենայն դեպս ինձ թվում է, որ հասարակությունը 5 տարի հետո կարող է զգալիորեն փոխված լինել եւ պահանջը լավ առումով եւ պահանջը քաղաքական դաշտի որակների բարձրացում ի վերջո կան քաղաքական ուժեր, որոնք ուղղակի լուծումներ առաջարկեն խնդիրների շուրջ եւ դրա շուրջ փորձեն ձայն հավաքել, ոչ թե իրար պիտակավորելու կամ հայհոյելու թեմաների շուրջ։ Այս լավատեսության նոտայով էլ ավարտենք, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։